Ինչպես խոստացել էինք մեր նախորդ տեսանյութերից մեկում, այսօր խոսենք իսկ ինչպիսի նպաստներ է նախատեսում պետությունը երեխայի խնամքի համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես խոսենք այն 4 նպաստների մասին, որոնք պետությունը նախատեսում է վճարել մորը, հղիության և երեխայի խնամքի ընթացքը փոխհատուցելու համար, երբ վերջինս դառնում է անաշխատունակ և կորցնում է իր ժամանակավոր եկամուտը։ Այսպես, առաջին տեսակը դա մայրության միանվագ նպաստն է, երկրորդը երեխայի ծննդյան միանվագ նպաստը, երրորդ երեխայի մինչև 2 տարեկան խնամքի ամսական նպաստը, չորրորդ տարբերակը դա երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստն է։ Առաջինը մայրության միանվագ նպաստն է։ Ինչպես է այն հաշվարկվում։ Աշխատող կանանց պարագայում տվյալ նպաստը հաշվարկվում է կնոջ միջին աշխատավարձի չափով իր արձակուրդի գտնվելու ժամանակահատվածի համար։ Այն կանանց համար, ովքեր աշխատում են, տվյալ նպաստը հաշվարկում և վճարում է գործատուն անկանխիկ փոխանցման միջոցով։ Ինչ է տեղի ունենում այն դեպքերում, երբ կինը չի աշխատում։ Այս դեպքում պետությունը նախատեսել է միանվագ վճար, որը վճարում է տվյալ դեպքում պետությունը անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Այդ գումարը կազմում է կլորացրած մոտավորապես 173,000 դրամ։ Անաշխատունակության թերթիկը կարևոր է նկատել ի տարբերություն նախկինի, հարկավոր չէ ֆիզիկապես ներկայացնել գործատուին, քանի որ բուժ հաստատությունը այն լրացնում և ներկայանալի է դարձնում համապատասխան պետական մարմիններին, որոնք և հետագայում կատարում են տվյալ նպաստի փոխանցումը կնոջը։ Սակայն մի կարգավորում ևս։ Իսկ ինչ է տեղի ունենում, եթե տեղի է ունեցել վաղաժամ ծննդաբերություն, որն ի դեպ հաշվարկվում է, եթե երեխան ծնվել է հղիության 22-ից 37-րդ շաբաթների ընթացքում, ապա այս դեպքում կինը ստանում է միայն ծննդաբերության նպաստը, որը հաշվարկվում է փաստացի արձակուրդի օրերի քանակով։ Այն դեպքերում, երբ կինը չի աշխատում, օրենսդիրը սահմանում է ֆիքսված թիվ, որը կազմում է մոտավորապես 83,000 դրամ։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստը։ Այսօր գործող օրենսդրական կարգավորումներով առաջին և երկրորդ երեխայի ծննդյան պարագայում ծնողները ստանում են միանվագ 300,000 դրամ։ Երրորդ և չորրորդ երեխայի պարագայում 1 միլիոն դրամ, 5-րդ և հաջորդ երեխաների համար 1,5 միլիոն դրամ։ Սակայն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծնված երեխաների համար այս գումարը նախատեսվում է համահարթեցվել և անկախ երեխայի կարգաթվից միանվագ նպաստը Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է սահմանել 500,000 դրամ։ Մինչև 2 տարեկան երեխայի ամսական խնամքի համար պետությունը նախատեսում է վճարել կնոջը գումար, սակայն տարանջատում է նախատեսել այն կանանց համար, ովքեր աշխատում են և բնակվում քաղաքում, և այն կանանց համար, ովքեր գյուղաբնակ են։ Այսպես, օրենսդիրը 31,600 դրամ է նախատեսում այն կանանց համար, ովքեր գտնվում են մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Նույնչափ գումար կարող են ստանալ այն կանայք, որոնք չեն աշխատում, սակայն բնակվում են գյուղում։ Իսկ 63,200 դրամ կարող է ստանալ այն կինը յուրաքանչյուր ամիս, ով գյուղաբնակ է և գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի կինը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր, որ վերջին 1 տարում ինքը մշտապես բնակվել է տվյալ գյուղական համայնքում։ Նպաստի ևս մեկ տեսակ։ Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան պարագայում յուրաքանչյուր ամիս ծնողները կարող են ստանալ
50,000 դրամ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այս նպաստից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եւ այս նպաստի կարևոր առավելությունը կայանում է նրանում, որ այն երկարաժամկետ կտրվածքով կարող է ապահովել ֆինանսական աջակցություն բազմազավակ ընտանիքներին։ Այսպիսով, կարևոր է ամփոփել, որ օրենսդիրը նաև խնայելու համար ծնողների ժամանակը եւ ռեսուրսները նախատեսել է էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կարելի է դիմել եւ ստանալ տվյալ նպաստները առանց ֆիզիկապես սպասարկման կենտրոններ այցելելու։ Սա շատ կարևոր ըստ իս օրենսդրական փոփոխություն է, որը մայրերին հատկապես գյուղաբնակ կանանց օգնում է, որպեսզի վերջիններս արդյունավետ պլանավորեն իրենց ժամանակը եւ կարողանան ունենալ ֆինանսական անկախություն եւ աջակցություն պետության կողմից։ Շնորհակալ եմ։ Հուսամ տվյալ նյութը հետաքրքիր էր այն կանանց, ովքեր նախատեսում են առաջիկայում գտնվել մայրության եւ ծննդաբերության արձակուրդում։